Բարև սիրելիներս, ես այս վիդեոյում ցույց կտամ, թե ինչպես ենք մենք փոխում մեր կոշիկների պահարանը։ Գնել ենք նոր պահարան եւ հինը արդեն ժամանակն է փոխելու։ Հինը գնել էինք, պատվիրել էինք ավելի ճիշտ Թեմուից։ Ինքն իր ժամանակն արդեն ապրեց եւ հիմա կտեսնեք, թե մենք ոնց ենք փոխում։ Եվ այս վիդեոյում ես նաեւ կպատմեմ մի փոքր իմ մասին։ Ես Անին եմ, 23 տարեկան եւ ունեմ մեկ փոքրիկ տղա, որի անունը Արմեն է եւ նա 1 տարեկան է։ Ես Ավստրիայում արդեն ապրում եմ մոտավորապես 3 տարի։ Ավստրիա տեղափոխվել եմ 2023 թվականին։ Մենակ իմ ծնողները եւ իմ հարազատներն ապրում են Հայաստանում եւ ես ծնվել, մեծացել եմ Հայաստանում։ Դպրոց եմ գնացել, քոլեջս եմ ավարտել Հայաստանում։ Այնպես դասավորվեց իմ կյանքը, որ ես պետք է ամուսնանայի երկրից դուրս։ Ինձ ու իմ ամուսնուն ծանոթացրել են։ Եթե կհետաքրքրվի, թե մենք ոնց ենք ծանոթացել, կարող եք գրել մեկնաբանություններում եւ ես հաջորդ վիդեոներում կպատմեմ դրա մասին։ Հեշտ եմ հարմարվել Ավստրիայում, թե ոչ, երևի կասեմ հեշտ եմ հարմարվել, որովհետեւ ընտանիքն էլ ստեղծեց այնպիսի պայմաններ, որ ես հեշտ այս երկրին հարմարվեցի։ Կարոտում եմ Հայաստանը եւ ընտանիքիս անդամներին, իհարկե շատ եմ կարոտում, բայց լավն այն է, որ ես գոնե տարին մեկ անգամ տեսնում եմ իմ ծնողներին, իմ ընտանիքի անդամներին։ Այս տարի ամռանը մենք հանդիպել էինք, օրինակ, Վրաստանում։ Մոռացա ասեմ, ես Երևանից եմ։ Հիմա արդեն վերջացրեցի պահարանը։ Համարյա։ Մտածում եմ հանդեմ վիդեոյի ընթացքում, բայց վար էր ինքը քանդվում, դրա համար որոշեցի հետո առանձին կհավաքեմ այս պահարանը։ Մի քանի փաստի մասին, ես վարել եմ 17 տարի, 3 տարեկանից մինչև 20 տարեկան։ Նաև ես ավարտել եմ, ունեմ միջին բժշկական կրթություն, ավարտել եմ Էրեբունի բժշկական քոլեջը, քույրական գործի կազմակերպում։ Շատ եմ սիրում նկարել, մյուս վիդեոներում ցույց կտամ իմ մի քանի նկարած նկարները, իհարկե ոչ պրոֆեսիոնալ։ Կխոսեմ նաև, թե ինչու որոշեցի բացել YouTube կանալիկ, ես շատ շուտվանից ցանկություն ունեի բացելու, անգամ 1 տարի առաջ, որ հղի է, այդ ժամանակվանից սկսել էի վիդեոներ անել, բայց ձեռքս չէր գնում բացելու, հետո գաղափարս ասեցի ամուսնուս եւ ինքը ինձ աջակցեց։ Իմ առաջին հետևորդը իմ ամուսինն է եղել, հավատարիմ։ Ամեն կերպով ինքը ինձ աջակցում է, ուղղություններ է տալիս եւ ոչ միայն ամուսինս, նաեւ իր ընտանիքի անդամներն էլ են կողմ եւ շատ ուրախ, որ ես բացեցի YouTube-յան ալիքը։ Ամուսնուս մաման տարբեր վիդեոներ է նայում, ինձ ասում է, ուղղորդում է, ցույց է տալիս։ Դրա համար ամբողջ ընտանիքի աշխատում այս YouTube-յան ալիքի վրա, բոլորն օգնում են, քաջալերում են։ Անգամ նոր տեսանյութ, որ տեղադրում էի, դնում էինք հեռուստացույցով եւ նայում էինք։ Ամուսնուս պապան էլ ասում էր նոր վիդեո չես տեղադրել, նայենք։ Եվ YouTube-ը նաեւ ինձ համար դարձել է շփման եւ կապի միջոց։ Ձեր մեկնաբանությունները ինձ շատ են ուրախացնում։ Ես բոլորը կարդում եմ եւ շնորհակալ եմ ձեզ բոլորից, որ մեկնաբանություններ եք գնում։ Ճիշտ է, ինձ մոտ իդեալական չի ստացվում դեռ, բայց ժամանակի ընթացքում ես կկատարելագործվեմ եւ ավելի լավ կոնտենտ կմատուցեմ ձեզ։ Անգամ հիմա, որ սա հանգիստ ձայնագրում եմ, ամուսինս երեխային վերցրել է եւ գնացել է, որ ես կարողանամ հեշտությամբ ձայնագրեմ։ Իմ ընտանիքի անդամները չեն ճնշում ինձ, իմ սկսած գործի համար, այլ աջակցում են եւ ամեն ձև մտքեր են տալիս ինձ առաջ գնալու համար, որի համար շնորհակալ եմ բոլորից։ Կուզեի ձեզանից էլ իմանայի, ինչը կհետաքրքրի ձեզ, նոր վիդեոների մի քանի միտք ունեմ, օրինակ լավ կհետաքրքրի ձեզ, երբ որ ես ոնց եմ 1 շաբաթ ժամը 5-ին արթնանում, պլանավորում իմ օրը, կամ
նիհարել, առանձին վիդեո նիհարելու համար, ինչպես եմ ես նիհարում, կամ փորձարկում եմ տարբեր հետաքրքիր բաներ, վիդեոների ինչ հետաքրքրություններ ունեք դուք, գրեք մեկնաբանություններում։ Ճուտից փորձում եմ շեղեմ, որպեսզի ամուսնուս չխանգարի իր պապային։ Ես իրան տանում եմ, ինքը գալիս է, էլի տանում եմ, բայց չի օգնում, իր հետաքրքրությունը շատ մեծ է, թե այնտեղ ինչա կատարվում, դրա համար մենք մուլտիկ կնայենք, մինչև ամուսինս վերջացնի հանգիստ։ Ահա մեր պահարանը արդեն պատրաստ է։ Մնաց մի քանի բան եւ վերջ, եւ ես կդասավորեմ։ Տեսեք, թե ինչքան ուժեղ ամուսին ունեմ, մի քանի րոպեում ամբողջ պահարանը լրիվ պատրաստ է։ Իր աշխատանքը շատ դժվար աշխատանք է, բայց ինքը իմ խնդրանքը չմերժեց։ Մեկ էլ իմ ամուսինը, եթե հանկարծ ինչ-որ մի բան ծուռ ինքը ամրացնի, դա իր վրա կազդի, դրա համար ինքը մի 10 անգամ կնայի, ճիշտ է ամրացնում, ճիշտ չի ամրացնում, ուղիղ է ամրացնում, թե չէ նոր կանի։ Ինքը ամեն գործում է այդպես, խորհուրդ կտամ գնել այսպիսի փակ պահարաններ, որպեսզի ինչքան քիչ ապրանք լինի կահույքի մակերեսին, այնքան ավելի հավաք է սենյակը կամ տունը երևում։ Տեսեք, թե ինչ գտա, 2 պահարան, մոռացել էի կադրից դուրս, ու հիմա ես ինքս տեղադրում եմ այդ դարակները։ Դուրս եկա, որ ես եմ ամբողջությամբ հավաքել այս պահարանը։ Հիմա կմաքրեմ պահարանը եւ կբերեմ կդասավորեմ մեր կոշիկները։ Անհամբեր սպասում եմ, թե ինչ տեսք է ստանալու։ Գրեք մեկնաբանություններում ինչ եք կարծում, տեսքը փոխվեց մեր այս անկյան։ Ավելի գեղեցիկ է, չէ՞, այսպես այնքան ուրախ էի, որ հիմա նայում եմ պահարանին ու միայն ուրախություն եմ ապրում, ինչքան է գեղեցկացել ու հավաքվել։ Ահա եւ վերջ, գրեք մեկնաբանություններում, որ տարբերակներ ավելի լավը, առաջին թե երկրորդ տարբերակը։ Ինձ դուր է գալիս այս տարբերակը։ Եվ չմոռանաք գրեք ձեր գաղափարները, մտքերը, ես անպայման կկարդամ եւ հնարավոր է նաեւ կանեմ։ Բաժանորդագրվեք ալիքին, դրեք ձեր լայքերը եւ գրեք մեկնաբանություններ։ Սիրում եմ բոլորիդ, ցտեսություն։